Ժողովուրդ ջան, ողջույն։ Մենք զգուշացնում ենք երկար ժամանակ, որ վերջում բանը հասնելու է նրան, որ Հայաստանին պետք է ասեն կողմնորոշվեք։ Ուր եք ուզում գնալ, մնում եք ԵԱՏՄ-ում, թե ԵԱՏՄ-ից դուրս եք գալիս։ Եվ հիմա տեսնում ենք այս օրերին սրվում է հայտարարությունները, Ռուսաստանի Դաշնությունից նման հայտարարություններ են անում, եւ այստեղ շատ կարեւոր է, որ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը հստակ դիրքորոշում արտահայտեն եւ ասեն իրենք ինչպես են տեսնում այս իրավիճակում լուծումը։ Իշխանությունը դե ворթեգրել է ռետինե խողովակի քաղաքականությունը, դա որն է, որ մենք ոչ մի բան չենք ասել, մենք տենց չենք ասել, այնտեղ հայտնի բան ունի, էլի։ Մի հատ տենց հայտնի Փաշինյանը խոսք ունի, ասում եմ, ես չեմ ասել Հորեսարև, ես ասել եմ Հոյեսաև։ Հոյեսաև են ուզում անեն, բայց դե չի լինում, այնտեղ հարցնում են, հարցեր են տալիս, ասում են, Ժորժ ջան, լա ասեք, դուք ինչ եք անում, դուք վերջը մտնում եք ԵԱՏՄ, մնում եք ԵԱՏՄ-ում, գնում եք Եվրոմիություն, մի հատ ասեք։ Այստեղ մի հատ հետարքիր բան կա, որ ասենք ես զարմացում եմ, ասենք ռուսներն էլ անգիր գիտեն, որ Փաշինյանը չի դիմել ԵՄ անդամակցության համար, ասենք գիտեն, որ ԵՄ-ն նման ծրագիր չունի, գիտեն, որ մեզ այնտեղ սպասող չկա, գիտեն, որ դուրը բաց չի, ու տենց էս քաղաքական խաղ գնում, էլի որ դե կողմնորոշվեք, արագացրեք, բան, դա անհամատեղելի է, պետք է դուք որոշեք, բան, բայց ես ու Կարպիսը մեր ոդկասթներում վերջ 2 տարիների ընթացքում զգուշացրել ենք, որ չի լինելու խաղեր տալը, պետական մակարդակում խաղեր տալը նկատի ունեմ, էլի որ բան են անում, խաղեր տալը վերջը բերելու է նրան, որ հարված է լինելու է Հայաստանի քաղաքացի, ՀՀ բիզնեսմեն, տնտեսվարողներին, այս տնտեսվարողներն ինչ են անելու։ Ասենք այս տնտեսվարողները այս պայմաններում ինչ լուծումներ են գտնելու։ Բավականին մարդիկ շիվարած ուղակի չգիտեն ինչ անեն։ Հիմա տեսեք, լուրն եկավ, ծաղիկ արտահանելը փակվում է։ Պրոբլեմները արդեն Վայլբրիսի հետ կապված բավականին արդեն երկար ժամանակ է անցել որ կա։ Լիքը գնա գալիս եմ, շատ նամակներ եմ ստանում։ Վերջը լուծումը որն է։ Ինչ որ բան, Վրաստանում էլ բանը մեքենաները կանգնում էին, մենք լուծում ենք այդ հարցը, բան խոսացրեք մարդկանց, ոչ մի հարց չեն լուծել, պրոբլեմները ոնց կա տենց կա, այնտե ինչ որ մութ մեխանիզմներ կա, չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, եւ այսինքն Հայաստան-Վրաստան հարաբերությունները մեզ մարդիկ պրոբլեմ են ստեղծել, այդ պրոբլեմը կա։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մեզ մարդիկ հանգիստ պրոբլեմ են ստեղծել, այն պրոբլեմը կա։ Եվ քննարկվում է հարցը հետեւյալ կերպ է դրվում, որ Հայաստանը թող կողմնորոշվի Եվրոմիություն է գնում թե ԵԱՏՄ։ Երբ որ դիրքորոշում են հարցնում, Ժորժ ջան, շատ հստակ է։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ ԵՄ-ի ուղղությամբ ինտեգրվելու ոչ մի ծրագիր չկա։ Ավելին ասեմ, որ անգամ կանգնեն ասեն ծրագիր ունենք ԵՄ-ին ինտեգրվելու, գնում ենք ԵՄ անդամ դառնանք, չէ՞։ Չկա նման մեխանիզմ այս պահին։ Գոյություն չունի։ Այսինքն չեղած բանի համար Հայաստանին պարտադրում են, որ ինքը իր եղած ճյուղը կտրի, որի վրա նստած է։ Okay, լավ։ Հիմա պետք է ասենք մենք ԵԱՏՄ-ից ասում ենք դուրս ենք գալիս, գազ, մազ, ինչ կա ամեն ինչ թանկացնելու են մեր համար, թանկանալու է, եւ տնտեսությունը կոլապս է ապրելու։ Հայ գործարարը, բիզնեսմենը։ Եվ դա ինչի դիմաց։ Ոչ մի բանի։ Անկամ նայեք Ուկրաինայի պարագայում կար Նիսիա խոստում։ Նաղդը թողած Նիսիա խոստման հետևից գնացին, մինչև այսօր չեն հասել ԵՄ-ին, մինչև այսօր ԵՄ-ի անդամ չեն դարձել։ Տեխնազուի կարգավիճակ ունեն, բայց այդ ընթացքում էլ պատերազմ, էլ տնտեսական սանկցիաներ, ինչ ասես եղել է, պատերազմը դեռ շարունակվում է, որ Ուկրաինայի հետ համեմատենք։ Վրացական փորձի ուսումնասիրությունը ինչ է ցույց տալիս, որ էլի Նիսիա խոստման հետևից գնացել են, Նիսիա։ Վերջում ոչ մի բան չեն ստացել եւ ավելին զրկվել են ամբողջ ԵԱՏՄ շուկայից։ Հիմա վերադարձել են ամբողջությամբ ԵԱՏՄ շուկա, չլինելով ԵԱՏՄ անդամ, ռուսական շուկա են վերադարձել, ամբողջ իրանց ապրանքները վաճառում են այնտեղ եւ խելոք վայելում են տնտեսական բարձր ցուցանիշները։ Հիմա գամ Հայաստանին։ Ժորժ ջան, եթե Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային Նիսիա խոստում են տվել, Նիսիայի հետևից գնացել են։ Որ Նիսիայի տետրներ կա, թաղի խանութներում որ գրում են։ Հայաստանի պարագայում Նիսիա խոստումն է չկա։ Մենք չունենք Նիսիա։ Մեզ անգամ չեն ասել, որ դիմեք մենք ձեզ տեխնացու կվերցնենք։ Գոյություն չունի։ Հիմա չեղած բանի համար մենք եղած
տնտեսական ծառի ճյուղը կտրենք, ինչ անենք, մեկը կարա բա սղոցենք sense, ինչ անենք։ Նույն ախր այնքան իրար նման է ժողովուրդ։ Երկու օր առաջ ուր էինք ակադեմիական քաղաք, չէ՞, այդ ամայի մի հատ տարած, որտեղ շան հոտա գալ, ինչ որ աղբանոց բան, ու ասեմ, հա, ուզում են բուհերը փագեն, որ ակադեմիական քաղաք տանեն, չէ՞, հա, վերջում բուհերը փագելու են ակադեմիական քաղաքն չի սարքելու, всё, չի լինելու էշի բան։ Ավիրելու են գնալու, նույնը։ Ատոմակայանը, տեսնում ենք, ունենք ատոմակայան, էներգետիկ անկախություն, ինքնիշխանություն էներգետիկ, ինչ են ասում։ Մեզ շատ մենք ուզում ենք, որ Չեռնոբիլի նման դեպք չլինի, պատկերացնում եք, հիշել են Չեռնոբիլի դեպքը։ Դրա համար մոդուլային ատոմակայան ենք ուզում մենք ունենանք։ Սա փագենք, որ մոդուլային ստեղծենք։ Եվ վերջում ինչ ալին, փագում են եղած ատոմակայանը, որ մոդուլայինը չի լինելու, չկա դե աշխարհում չկա մոդուլային։ Էլ որ օրինակը բերեմ ես նույն օրինակով։ Ակադեմիական քաղաքը, ատոմակայանը, հիմա էլ ԵԱՏՄ թե ԵՄ։ Ժողովուրդ ջան, ԵԱՏՄ-ն հենց մի նախտ դուք ծաղիկ աճեցնում եք, տանում վաճառում եք, դուք ինչ որ ծիրանը, չգիտեմ, ինչ կա, ինչ որ աճացվում է այստեղ, տանում վաճառում եք, ԵՄ-ի մասին խոսակցություն չկա, հիմա այդ չեղած բանի վերաբերյալ, չեղած բանի խոստումն է չկա։ Ուղղակի խոսակցություն, այսինքն որ մարդիկ խոսում են, որ կուսակցություններ կան դրանով խափելով ձեզ ուզում են ձայն տանեն ձեզանից։ Այդ թվում ԿՊՆ-ա գլխավոր խափողը այդ։ Դուք եղած տնտեսական ցուցանիշից ուզում եք զրկվեք։ Վերջին հաշվով դուր գլուխ են գովում, ամբողջ օրը գորգրում են, չէ՞։ Մանկապարտեզ ենք սարքել, դպրոց ենք սարքել, ճանապարհ, ասֆալտ, բորձյուր, թոշակ ենք բրցացրել, ինչ արել են, այս ԵԱՏՄ ցուցանիշների արդյունքը մա։ ԵԱՏՄ ցուցանիշների արդյունքը։ Այդ փողը աշխատել են ԵԱՏՄ-ում։ Եվ պարզա չէ որ չեն դնել այդ կտրել է տեղացը, ասենք վտանգա վնասա։ Հիմա ինչ եք անում, ասենք ձեզ ընդդից հարցնում, ինչ եք ձեզ դրել շլանգի տեղ։ Սկից կուլտուրական հայերեն ասացի, ռետինե խողովակ։ Ինչ եք ձեզ շլանգի տեղ դրել, որ յանի մենք կուրսի չենք, ես ինչ են մեզ հարցնում։ Արա խիեք եղած հարաբերությունը փչացնեմ չեղած բանի համար։ Որ ինչա թե ինչ որ մարդկանց խափեք, դրանց ձենը քաշեք, որ իբր դուք տանում եք դեպի Եվրոպա։ Ասենք ձեն վակելու մար հարաբերություն, միջպետական հարաբերություն կփչացնեն։ Սովքեր են սրանք կարա։ Սրա մասին է ուզում այսօր խոսել, որ Ժորժ ջան, հստակ իմանաք։ Տուժելու ենք, մենք ենք տուժելու, սովորական ժողովուրդն է տուժելու։ Իրանք մարդա 7 միլիոն դրամ որպես մինիստր բան են ստանում, պարգևավճար են ստանում, ամսական եմ 2 միլիոնի չափ աշխատավարձ։ Հենա վերցրեք նայեք։ Ինչ խնդիր, ով է տուժվելու էլի։ Գյուղերում բանում ապրող ժողովուրդը, Երևանում ապրող ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդն է տուժվելու։ Որովհետև տնտեսական ցուցանիշներն ընկան, վերջ, ամեն տեղ ընկնելու է։ Ամեն տեղ sense նվազելով գնալու է։ Վարշավից բռնած, ով կա, ինչ ցանկացած ինքնազբաղվածություն, բոլոր ոլորտները հարվածի տակ է լինելու։ Անվտանգայինն էլ դե բնականաբար անվտանգային շատ են խոսի, հիմա զուտ տնտեսական մասով եմ ասում։ Հիմա հետ գալով գալուզին այդ հայտարարությանը ՌԴԱԳՆ փոխնախարարն է, որ կողմնորոշվեք, ԵԱՏՄ գագաթնաժողով ենք դրել, եկեք միացտե ասեք, բան Ժորժ ջան, Նիկոլը ոչ մի բան չի ասելու, փախնելու այդ գագաթնաժողովին, չի գնալու, արդեն ծանուցել, որ ես չեմ գալու։ Ձգձգելու է, բանանելու, ես գնալու այս կոմից, այն կոմից, այն կոմից, ամսի 7-ը լրանա ընտրվի, գնալու ասի ռուսներ ջան, ինչ եք ուզում, ասեք ես կանեմ, всё։ Էս է ալնելու, բայց արդեն հարաբերությունները փչացած պայմաններում, հարաբերությունները փչացած, տապալած, ինչ որ բիզնեսներ բանկրոտ եղած, սնանկացած ու մեծ հարցա այդ հարաբերությունները կդզվեն թե չէ։ Շատ մեծ հարց է, կարա ասենք բանել, ռեստարտի գա։ Էս է խոսակցությունը։ Եվ դրա համար ընտրությունների ընթացքում շատ ու շատ իրեղեք, ոնց եք քվեարկում, ում եք քվեարկում, քաղաքական ուժերն ինչ են ասում։ Ասենք նայում են, ասենք ես նայում եմ մեր բավականին մեր թեզեր, տարբեր ուժեր վերցրել օգտագործում են։ Վերցրել որպես իրանց թեզ ասում են։ Հիմա հարցը առաջանում։ Եթե դուք ձեր քաղաքական բովանդակությունը չունեք, պետքա գաք մեր բովանդակությունը վերցնեք խոսակ։ Խիեք առաջադրվին, չի համար եք մտե process-ի մեջ, որ ինչ անեք էլի։ Ուղղակի կարա հետևյալ բան լինի, որ իրանք շատ փող ծախսեն մեդիայի վրա, քան մենք, եւ իրանք խոսքը ավելի շատ տարածվի եւ տպավորություն ստեղծի, որ դա իրանք են ասել։ Բայց ով որ մեզ հետևում է այդոնած, ինձ ամեն օր գրում են, ասում են, այդ ձեր միտքը էս ինչը վերցրեց, ասեց, այդ ձեր մեխանիզմը էս ինչը վերցրեց, ներկայացրեց։ Հա պարզա հեղինակային իրավունք գոյություն չունի քաղաքականության մեջ, բայց ամոթ էլա, ո գոյություն ունի, ամոթ։ Այսքանն է ուզում ասել այսօր, խնդրում եմ կիսել, տարածել, բազմապատկեք, մեկնաբանություններում գրեք,
եթե տեղյակ եք տարբեր գործարարներից կամ եթե դուք գործարար եք, գրեք ինչ խնդիրներ ունեք Լարսում, Վրաստանում, սահմանի վրա, Ռուսաստանում, ինչ են փագե, ինչ են արգելում, ինչ խոսակցություններ կա, ինչ են ասում, սահմանապահները, մաքսավորները, ասեք իմանանք, ինչա կատարվում, մենք էլ այդ տեղեկությունները անալիզ կանենք, վերլուծում կանենք եւ դրա լուծումն էլ կառաջարկենք, իսկ մենք կհանդիպենք տարբեր վայրերում քարոզարշավի շրջանակներում։ Իսկ դուք սիրելի քաղաքացիներ իմացեք, որ մենք ձեր վրա հույս ենք դնում, որ հունիսի 7-ին դուք անպայման կգնաք ընտրական տեղամաս, կվերցնեք թիվ 19 քվեաթերթիկը եւ կքվեարկեք մեր օգտին, որ այս արկածախնդրությունները, այս իրանց շլանգի տեղ դնելու քաղաքականության վերջը գա, դադարեցվի եւ մենք վերադարձնենք երկիրը նորմալ գծերի վրա, նորմալ կյանք։ Այսքանը Աստված պահապան Հայաստանի Հանրապետության, լավ մնացեք։